Մենք Էրեբունիում անմիջապես բացեցինք առաջին ստոմատոլոգիական բաժանմունքը, առաջին լաբորատորիան, լաբորատորիա բառին արժանի բոլոր պայմաններով։ Գիտեք, նախկինում գլյուկոզայի մակարդակը ստուգելու համար 1 օր էր պահանջվում, մինչդեռ մենք բերեցինք սարքեր, որոնք արդյունքը ցույց էին տալիս ընդամենը կես ժամվա ընթացքում։ Une glycémie, ça durait 1 jour pour avoir le résultat, or qu'on a amené des appareils qui vous donnaient le résultat au bout d'une demi-heure. Այդպիսով մենք ահռելի գործ արեցինք, ամբողջությամբ վերանորոգեցինք գինեկոլոգիական բաժանմունքը, ծննդաբերության համար ներդրեցինք էպիդուրալ անզգայացման մեթոդը, ծննդաբերություն առանց ցավի։ Accouchement sans douleur. On a amené le premier central d'oxygène. Մենք Էրեբունի հիվանդանոց բերեցինք Հայաստանում առաջին արհեստական շնչառության թթվածնի սարքավորման համակարգը, որովհետև թթվածինը լավ որակիչ էր։ Միացնում էր թթվածինը, սատուրացիան չէր բարձրանում։ Մենք վիրահատարանը հագեցրինք նորագույն տեխնոլոգիաներով։ Բարի գործեր արեցինք պարոն Ազնավուրի, Սո Սաղմենիի հետ միասին։ Իմ նախագահությունը տևեց 3 տարի, բայց այնուհետև ես շարունակեցի աշխատել Ղարաբաղում։ Այնտեղից վիրավորներ էի բերում Մարսելում և Փարիզում գտնվող հիվանդանոցներ, որտեղ ես աշխատում էի։ Եվ այդ ամենը շարունակվում է մինչև հիմա։